Խտրեց էս հակնվեմ եմ, մալքրիտն էլ վրես, ոչ մեկ չի խոսում, զարուհի պոստանջանից, հլը ես պիտի հետարկվեմ, ուրա դա, նորը գավ միտս, հլը մեր բսերժին ասում էր, դուք խաղամոլ եք, դուք նարկաման եք, մենք էլ ասում ենք, վաու, ինչպիսի համարցակ լեդի, ուր է այդ լեդին, լեդի Հակոբի մոտա, լեդի Հակոբի մոտա, Քեթրինի Միրան, այս բան այդ իշխանությունը, այսպես կոչված պարլամենտական անդիմությանը, էլ չգիտեն ում բրթեն առաջ, ինձ ձև ռասկրուտկա էղնին, իմալ ենեն, որ ինչ-որ մեկը ասոնց նգադի, որ ասոնք անդիմություն գկոչվեն, իբր թե, Քեթրինի Միրան հայտարարություն են տարածել, Քեթրինի Միրանի կուսակցությունից, քանի հոգու 8 հոգու բերման ենթարկեցին։ Մեկն ասում է նարկոտիկի կասկածանքով, մեկն ասում է զենքի կասկածանքով, տեսեք, ու հեմեն լրատվամիջոցներ գրել են, բանայեք տեսեք, Քեթրինի Միրան սենց կամնեց։ Ես ուզում եմ հարց տամ քեզ Քեթրինի Միրան, լավ, դու ինչ ես բնակարծում, դու who is it։ Ես ուզում եմ, ասենք, հասկացնեմ քեզ, որ ժողովուրդը փառք Աստծո, եթե գոյություն ունի, այդ աստիճան չի տուպոյացե, որ ինչ որ մեկը մի բան մտածի, որ դու դարել ես opposition։ Դու Սերժ Սարգսյանի ժամանակ ամենապրիվիլեգիրованный, կաչի ասած, բոզի տղեն ես եղել, քո պապվածքով, քո թալանով, քո նարկոբարոնությամբ, քո ամեն ինչով, հիմա հել ընկել ես մեդան, իմ կուսակցությունից 8 հոգու տարան, 3-ին թողին, 4-ին բռնեն եւ այլն, այնաղ այդ 8 հոգու հերնանից եմ ես, որ եկել են նարկոբարոնի կուսակցություն են մտե հանուն փողի, ուզում են ցույց տան, որ ընդդիմություն դուք էլ լրատվամիջոցներով ռասկուտկա եք անում, թե տեսեք, էտա ընդդիմություն։ Վերջացրեք, թարգեք։ Այ անելը իմոնցեն, որ տարան խոշտանգին կտրտին փրտրտին, արգիշ չարաման բոզի տղունել կանչմեին ածը ցուցմունք տալու, ոչ որ իադեմ էլ հաղորդումը տված, որ ինքնա անձամբ խոշտանգի, մարդուսքի ոչ էլ եկավ։ Ասա շեմ գալեմ ու վերջ։ Ու ատենցել առանց արգիշ չարաման հարցակնելու, մեկ այլ բոզիս տղա, մալչիկ պայմինի սասուն, ու մաղչկան ծասցնի, սաղ արմավիր քերակատարողական հիմնարկը փեսու հետ միասին, փեսուտ ու աղջկատ, ինչքան արմավիր քերակատարողական հիմնարկում մարդ կա այս պահին, կլուշնիկ, դեպենկա, կալանավորնի, դատապարծանի, լրիվ, մի հատ դեմից փեսուտ ծծցնեն, կամ փեսեկի, հետո աղջկատ, բոզի տղա, վեկալավ քերական գործը կարճին, մարդը առավոտյան ժամը 8:30 մարդուն տանեմ կողխմեն, քնչական, 23:00 նոր քնչականից դուրս են բերեմ 10 քանի ժամ, ոչ մեկի մոտ հարց չեմ 10 քանի ժամ Տիգրան Առաքելյանը, ատեր ինչ էր անում, այ բոզի տղեկ, այդ է խոշտանգը, որ միացրել էր ու WhatsApp-ով ցույց էր տալան Նիկոլ Փաշինյան պոռնիկի ծնունդին, ոնց է խոշտանգում Տիգրան Առաքելյանին։ Հիմա ասում է թե չեմ գալեմ, չեմ վեկալեմ, չեմ դնում։ Իմ սահմանադրական իրավունքն է։ Ու այդ նույն քննիչը, ով է որ պիտի իբրտե քններ Արգիշ Չարամյանին, Աբազի հիմնարկից տեղափոխվավ Արգիշտի մոտ ավելի բարձր պաշտոնի։ Թաթոյանը ինչ խեռից գլոխ է։ Իսկ Թաթոյան բոզից տղուն ես առանձին եմ ծծցնելու։ Թաթոյան, օրը մոտենում է։ My darling, մոտենում է։ Ձիգեձեր տուն ու տեղը ծծցնելու եմ, խոմսեց, չանցավ գնաց։ Էնեք եք տալու Ադոլֆ Հիտլերին։ Էրնեք շուշուշուշուտ կնամ էլի, հետևես որ մենք շատ բան ունենք ծծցնելու։ Ես անդրադարձել էի եվս մի րոպե։ Երեք չեմ իսորել, երեք էր։ Օրագիր, նյուս եւ այլ լրատվականներով տարածվեց տեղեկատվություն, տեսանյութ, որ ինչ որ մի ագարկա կապիշոնը գլխին քաշելով մոտենում է պատերին նկարված զոհված զինծառայողների նկարներին, այն անտեր փշիկով եկալած նեմքները ջնջում է։ Ուրեմն ես հիշեցնեմ, որ եթե որոշ մարդիկ մոռացել էին,
ուրեմն սրանից մի որոշ ժամանակ առաջ, տարիներ առաջ նմանատիպ դեպքեր տեղի ունեցել Եռաբլուրում, երբ որ մի հատ պարվա ագարկա մոմով պղծել էր զոհված զինծառայողների շիրմաքարերը 4-րդ գյուղից։ Գնացին կթան եւ ոչինչ չարեցին, ասին դե պարավա գիժա անցավ գնաց։ Գիժա Իրեն պետք է տեղավորել հոգեբուժարան եւ այլևս ընդերից դուրս գալու իրավունք չունի, եթե գիժա։ Այդ գիժը թող գնա պղծի ուրիշ բան, այլ ոչ թե զոհված զինծառայողի գերեզման։ Եթե գնում է գիտակցաբար այդ գիժը, մտնում է Եռաբլուր եւ պղծում է զոհված զինծառայողների շիրմաքարերը, դա արդեն գիժ չի։ Ես իմ նախընտրական ծրագրում գրել եմ. շիրմաքար պղծելը 10 տարի գույքի բռնագրավ, հենց ուղիղ 10 տարի, ոչ թե 3-ից 7, 5-ից 10, ուղիղ 10 տարի գույքի բռնագրավումով, վերջ։ Ներումբեկում չկա, առանց համաներման իրավունքի եւ առանց վաղաժամկետ ազատման։ Այդ օրենքը պիտի մտնի ազգային ժողովով Վարդան Ղուկասյանի ժամանակ։ Դա գրածը արդեն գրել եմ, հաշվի առնելով այս դեպքերը։ Հիմա հայտնվել է այս մի ագարկեն, ենթադրաբար գիտակցում եմ, որ ոստիկանությունը, որ տեսանյութ է հիմա հրապարակել, մենք էլ սիրով կիսվել ենք, որ որոնվում է դեղին մազերով ագարկա, բայց հետարքիրա ոչ անուն կա, ոչ ազգանուն կա, ինքեր Վայեղազարյան ով է դա։ Եվ ժողովուրդն էլ է ենթադրում է ով է սա որոնվում է ինչի համար, որոնվում է շիրմաքարերը պղծելու, որոնվում է նկարը պղծելու, թե ինչ որ մեկին դլոյա տվել վրից փողենարը թռելա, ինչի համար է որոնվում, նշված չի, բայց որպես законопослушный гражданин ես վերցրել եմ 102-ի տեսանյութը եւ գցել եմ Telegram։ Որ ժողովուրդն ամիգուցե ուղղակի ենթադրում են, որ ընդեղ էր դեղին մազեր, ստեղ էլ է դեղին մազեր, երևի սա այդ ագարտեն է։ Եվ եթե վաղամյուսօր հայտնաբերվեց այս ընկերուհին եւ տա Աստված, որ նա մնա Հայաստանում կամ ողջ մնա մինչև իմ գալը, ես խոստանում եմ, որ այդ ընկերուհուն վերցնելու եմ տանեմ մտցնեմ Լուբոյ Զորամաս, որ ինչ Զորամաս, որի մտքով անցավ, խոսքի օրինակ նոյեմբերյան կամ 40 իմ զորամասը։ Տանելու եմ մտցնեմ 40 զորամաս տամ զորքի ձեռը, ասեմ ինչ ուզում եք կարեք, սենց մարդ գոյություն չունի։ Վերջացավ։ Դե հենց ես ուզում եմ տենամ մեկն ու մեկը, ով պիտի հլնի ասի իմ քավորը իմ մորը տարան կողին զորքի մեջ, մոր դալոն գպսի գցին միան։ Սենց մարդկանց հետ միայն օրենքով շատ խիստ է, շատ թույլ է։ Եվ հիմա այս ագարկուհին, այդ ապչում, ես միանշանակ համոզված եմ, միանշանակ վստահ եմ, որ այս ագարկուհին քպական է։ Միանշանակ Նիկոլի կողմնակից է։ Եմ վիզս կտրեմ, եթե այդպես բան չկա։ Գումարած դրան կատարել է ամենայն, սա արդեն 50-50 ենթադրում եմ, օտարերկրյա գործակալական կամ օտարերկրյա հետախուզական ծառայության պատվեր, որով փորձում են ստուգել ժողովրդի զգոնության աստիճանը, ինչի կբերի ահա այս քայլը, ուրեմն սրանով էլ սուս մնացին, անում ենք ավելին, մինչև հայ ժողովրդի մորը ծծնենք ու բռնենք միան, որովհետև չկա ոչ ուժային կառույց, ոչ կրթական կառույց, ոչ NKGM-ային պորրեկեն էլ կանչի թողան վերցնել Ժաննա Անդրեասյանը, ոչ մեկ չկա։ Դրա համար ինչ ձև ուզում եք, այնձև պիտի վարվենք հայ ժողովրդի հետ։ Կա չկա մի հատ ոռը ճղող Վարդան Ղուկասյան կա, որոնք գացիան բանը պատրեմա պատերով ատալում, ասում է գործարեք բացահայտեք, քթեք, մորը ծծրեք։ Ուրիշ ձեր գոյություն չունի։ Հիմա վաղը մյուսօր, օրինակ իմ օրոք, եթե որևիցե մեկին այդ այս բռնսնախ բացառվում է, որևիցե մեկին փողոցում բռնսրեցին, շիրմաքար, բանը, չգիտեմ, լուսանկար, ինչ-որ մի բան պղծելուց, տվին տեղում մոր դլոն ձեռը սպանին դաժե, քրեական պատասխանատվություն չի լինելու, բացարձակապես չի լինելու։ Հիմա եթե այս պորնիկին մի հատ անուշ ապեր ֆիքսեր այդ պահին զոհված զինծառայողի դեմքին փշիկ փչելուց տար մոր բերանը այն բանից աներ, բոզի տղալեմ թե ես այդ մարդուն դատեի։ Բացարձակապես կտնեի անհրաժեշտ ինքնապաշտպանություն, կասեի գնա տղա ջան, ֆռա, քեզ դատողը բոզի տղա է։